Քոչարյան, Հայաստան խմբակցություն։ Տեսեք, առաջարկը, որ անում եք բարեկիրթ լինելու, ասելով, որ ժողովուրդը մեզ այստեղ է ուղարկել ոչ թե իրար հետ կռիվ անելու համար, այլ աշխատելու համար, կարող է հետաքրքիր թվալ, հատկապես եթե ինչ-որ մեկը սա լսեր, ով ոչնչից տեղյակ չէ, այսպես լսում, ասում աղա ինչ մարդ է, ինչ լավ առաջարկ է անում։ Հիմա եթե խոսում ենք բարեկրթությունից, իմիջիալոց նաև ժողովրդի այստեղ մեզ ուղարկելու հետ կապված, թեկուզ այն վիճակով, որով ընտրությունները անցել են, մեր գնահատման բազմաթիվ խախտումներով եւ կեղծիքներով, այնուամենայնիվ նույնիսկ այդ ամենից հետո պատկերը այնպեսին էր, որ այստեղ պետք է լիներ 4-րդ խմբակցությունը, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, որը ստացել էր այդ ձայները, որից ուղղակի գողացան։ Այդ մանդատները ուղղակի գողացվեցին, որովհետեւ դուք ունենաք 3/5։ Հիմա ինչքանով է սա բարեկիրթ։ Այնուհետև Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ տեղի ունեցողը, ինչքանով է սա բարեկիրթ։ Գիտեք, այստեղ շատ իմ գործընկերներ, Մեսրոպ Մանուկյանն ու Արտուր Սարգսյանն նույնիսկ այստեղ չկալանքի մեջ, ես նայում եմ ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյան, Դավիթ Ղազինյան, Մամիկոն Ասլանյանով տարիներ շարունակ եղել է ապօրինի քրեական հետապնդման ու կալանքի մեջ։ Մյուսներին եթե մոռանում եմ, ներողություն եմ խնդրում, ու մնացած այլ մարդիկ, որոնք այս ամբողջ ընթացքում ենթարկվել են ձեր կառավարության կողմից այս ամբողջ խոշտանգումներին ու քաղաքական հետապնդումներին։ Հիմա մենք չենք կարող այս ամեն ինչից դուրս գալ այստեղ եւ մտածել, որ մենք այսպես ինչ-որ վակուումի մեջ ենք, սա ինչ-որ անկլավ չի այս ամեն ինչից դուրս։ Եվ սա չի կարող չանդրադառնալ։ Հիմա եթե ավելի կոնկրետ այս ամեն ինչին դուք ինչքանով եք համարում բարեկիրթ, ժողովրդավար, հատկապես եթե չեմ սխալվում ձեր կենսագրությունը ընթերցելուց, նաև եվրոպական գիտությունների, այսպեսի ինչ-որ բան կար, ինչքանով ասա ժողովրդավար, ինչքանով ասա բարեկիրթ եւ այս ամենի ֆոնին ձեր առաջարկը ինչքանով է անկեղծ ու իրատեսական։ Շնորհակալություն, պարոն Քոչարյան, ձեր մատնանշածը բարեկրթության հետ կապ չունի։ Նկատի եմ դուք մատնանշեցիք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի որոշում եւ իրավական գործընթացներ, որոնք դուք մեկնաբանում եք այնպես, ինչպես դուք եք մեկնաբանում, ես համաձայն չեմ ձեր մեկնաբանության հետ։ Բայց դա բարեկրթության հետ կապ չունի։ Ես չեմ առաջարկում համաձայն լինել ամեն ինչի մասին։ Ես ընդհանրապես առաջարկում եմ լինել բարեկիրթ։ Ես ձեր գնահատականների հետ համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում գործում է օրենքը եւ մեր իրավապահ մարմինները, դատական մարմինները աշխատում են համապատասխանաբար։ Իդեպ հետաքրքիր է, որ դուք քանի որ ձեր հարցի մեջ եւ բարեկրթության մասին խոսեցիք եւ քաղաքական ճնշումների, եթե ես ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, ըստ իս օրինակ քաղաքական ճնշումներ հիմա չկան, բայց ես գիտեմ ինչ է քաղաքական ճնշումը, որովհետեւ օրինակ 2008 թվականի մարտի 3-ին, երբ որ ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, եթե չեմ սխալվում, մարտի 3-ին մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները եւ սկսեցին մեր տունը խուզարկել, հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, ուղղակի հրավիրեցին, ինքը գնաց եւ այլևս չեկավ 3 ամիս, որովհետեւ իրան ձերբակալեցին եւ կալանավորեցին եւ մեղադրանք առաջադրեցին պետական իշխանության բռնազավթման մեղադրանքով։ Իհարկե ինքը կատարելապես անմեղ էր, որովհետեւ այդպիսի փորձ ընդհանրապես տեղի չէր ունեցել, ինքն էլ առավել եւս ոչինչ, այսինքն ղեկավար կազմում չէր եղել այդ հանրավակների եւ ինքը 3 ամիս քաղբանտարկյալ էր, 2.5 կամ 3։ Եվ արդյունքում գործը փլվեց եւ կասեցվեց քրեական գործը, նա ազատ արձակվեց։ Ես գիտեմ, որ նա բռնաճնշում է։ Իսկ բարեկրթությունը նույնպես գիտեմ, որ նա բարեկրթությունն է, որ այդքանից հետո, այն որ ասում եք, չէ, բա մեր կալանավորված ընկերները, նրանց երեխաները, հայրերը, ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր կալանավորված վիճակով։ Եվ բարեկրթությունն այն է, որ իմանալով որ ամենայն հավանականությամբ ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել եւ իմանալով որ պարոն Կարապետյանի հայրն էլ այդ ժամանակ իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, ես միևնույն է կարծում եմ, որ ես պարտավոր եմ ձեզ հետ շփվել պարզ մարդկային պարկեշտության եւ բարեկրթության սահմաններում եւ իմ անհամաձայնությունը հայտնել նման ոճով։ Շնորհակալություն։ Արձագանք։ Տեսեք, եթե խոսում ենք 2008-ից կամ այլ թվականներից, կարող ենք նաև ավելի հետ գնալ 90-ականներից խոսել, երբ որ եթե չեմ սխալվում, ձեր հայրը նաև ազգային ժողովի փոխնախագահ ու տարբեր բաներ հիշել։ Իմ հայրն էլ վարչապետ էր։ Հիմա առանց մտնելու, իհարկե համաձայն չեմ այդ դիտարկման հետ, բայց առանց մտնելու այս
այդ ամենի մեջ հիմա ինչ եք դուք ուզում ասել, եթե 2008-ին կամ 96-ին կամ 2001-ին կամ 2015-ին եղել են սխալ բաներ, ուրեմն հիմա արդյոք դրանով արդարացվում է այդ ամեն ինչը։ Այսինքն սա է ասածը ամեն անգամ խոսալ այն ժամանակ S էր, այն ժամանակ N էր։ Իհարկե չեմ մտնում մնացած հարցի մեջ իմ անհամաձայնությունը փաստերով նկարագրելու, որովհետև դրա ժամանակն էլ չկա, բայց ինչքանով ասա անկեղծ։ Եվ եթե դուք մինչև այս ամեն ինչը հրապարակային հայտարարում եք, որ վենդետա լինելու է, ու հիմա ասում եք, որ նկատի ունեմ իրավական վենդետա, վենդետան իրավական չի լինում, իրավական լինում է արդարադատությունը։ Ու դուք այս ամենը հիմա ասում եք մի մարդու, ով ընդամենը 2 օր առաջ իմ հերթական դատավորությունն էր, որը շատ լավ գիտեք ինչի մասին է ու ինչա կատարվում։ Պարոն Քոչարյան, վենդետան, իրավական վենդետան հենց ակամարշուտ արդարադատությունը հենց ժողովրդի իրավական վենդետան է, որովհետև ժողովուրդը եւ իրենից ծնված դատական համակարգը պատժում է հանցագործներին։ Հաջորդը, ոչ ես ամենևին չեմ ասում, որ եթե նախկինում եղել են բռնաճնշումներ, հիմա պետքա բռնաճնշումներ լինեն։ Ես ասում եմ ուղիղ հակառակը։ Ես ասում եմ նախկինում եղել են բռնաճնշումներ, հիմա բռնաճնշումներ չկան։ Եվ չգիտեմ, ուղղակի նայեք, թե ինչեր կարող են ձեր խմբակցության անդամները խոսել եւ հարցնել ինձ, վարչապետին, մյուսին, ինչեր կարող են ասել եւ հարցնել մյուս խմբակցության անդամները եւ դուք կտեսնեք, որ Հայաստանը ժողովրդավարություն է, որտեղ գործում է օրենքը։ Մեզ մոտ ինչ որ ավանդույթ է ձևավորված, որ եթե մարդ քաղաքական գործիչ է, բայց գործում է հանցանք կամ կասկածվում է հանցանք գործելու մեջ, ուրեմն ավտոմատ դա քաղաքական գործ է, չէ, դա ավտոմատ քաղաքական գործ չի։ Ես ուղղակի չեմ ուզում անձնավորեմ, կարող ենք այս զրույցը հետագայում շարունակել։ Շնորհակալություն։ Պատգամավոր Գեղամ Մանուկյան։ Պարոն Ռուբինյան, ձեր քաղաքական բանավեճի հայտը ընդունում եմ։ Ելույթումս մանրամասն կանդրադառնանք, թե 0-ից սկսելը ոնց է լինում։ Անկեղծ ասած, նոր որ հիշողության գիրքը ընկաք, թե ոնց եկան ձեր տուն, բան, մի քանի ամիս առաջվա հիշողությունս էր, ոնց ներխուժեցին մեր տուն, հետո քննիչները գողացան իմ հեռախոս, պատգամավորի հեռախոս, հետո անօրինական հեռախոսի մեջից նյութեր անին, չեմ ասում տղայից է տարան մի քանի օր պահեցին։ Բայց մի կարևոր էլի հարցադրում է։ Դուք իհարկե դիվանագիտական արդեն անցած ճանապարհ ունեք, կարաք դիվանագիտական լեզվով փորձել շրջանցել հարցը, բայց կոնկրետ խոսքը վերաբերվում էր Տիգրանաշենի։ Այդ անկլավ, որ ասում եք, շատ ընդհանրական է, այդպես անկլավներ տվեցին Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի օկուպացված տարածքներից մի սանտիմետր քառակուսի չստացան եւ իսկ Արցախաշենը մնում է այս իշխանության փրկողակ։ Մյուսը Ագնես Ախամոյանի հարցին մի կարևոր բան մոռանում եք ասել։ Առաջինից ձեր հանդիպումից հայտարարությունը եղել է առանց որևէ նախապայմանի Թուրքիան Հայաստանը բանակցում են, բայց անցնող 4 տարվա ընթացքում Թուրքիան իր քաղաքականությամբ բոլոր հարցերը Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորելով, պայմանավորելով առաջին իսկ պահից փաստեց, որ սուտ է առանց նախապայմանների ձևակերպումը եւ Թուրքիան շարունակում է նախապայմաններով խոսել Հայաստանի հետ եւ այդ նախապայմանների գնով նաեւ ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Ձեր քլչի հետ այդ համատեղ հանձնաժողովի կարևորագույն հարցը Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները հաստատելու մնացել է սառույցի վրա գրված, որովհետեւ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով։ Շնորհակալ եմ, պարոն Մանուկյան։ Դուք ճիշտ եք, որ Թուրքիայից հնչել են եւ մեկ-մեկ էլ հնչում են հայտարարություններ, որոնք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում են այլ գործընթացների հետ։ Ես կարծում եմ, որ իրականում Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը, որովհետեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացում օրինակ ավելի շուտ ադրբեջանական կողմը հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան Թուրքիան։ Թուրքիան էլ արեց։ Կամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ նավթամթերքի։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի Թուրքիայի կողմից լինի
առավել ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացված է եւ չգիտեմ պատճառը, չեմ կարող մատնանշել պատճառ, թե ինչու պիտի Հայաստան-Թուրքիան հենց վաղը չունենան դիվանագիտական հարաբերություններ եւ թե ինչու հենց վաղը չպիտի Հայաստան-Թուրքիա սահմանը բաց լինի։ Արդյոք գործընթացը գնացել է այն արագությամբ, որը մենք կամ ես կուզեի տեսնել, ոչ, ես կուզեի, որ գործընթացը ավարտված լիներ տարիներ առաջ։ Բայց համաձայնեք, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը բարդ գործընթաց է եղել եւ ըստ էության Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած են բոլոր իշխանությունները, այդ թվում ձեր իշխանությունը փորձել է այդ գործընթացը պսակել հաջողությամբ։ Բայց ես վստահ եմ, որ Հայաստան-Թուրքիա լիակատար կարգավորումը ժամանակի հարց է եւ շատ մոտ է այդ կարգավորումը։ Իդեպ մի բան էլ էլի, ուղղակի զուտ հիշեցի, քանի որ դուք Դաշնակցության ներկայացուցիչ եք եւ ես սիրում եմ բանավիճել Դաշնակցության ներկայացուցիչների հետ, բայց չէ, 004-ը չեմ ասելու։ 2000 օգոստոսի 1-ը երեկվա օրը իրական խորհրդարանշանական օր է, որտեղ եթե ես չեմ սխալվում, 2018 թվականի հայկական առաջին խորհրդարանի առաջին նիստը տեղի ունեցել օգոստոսի 1-ին։ Եվ գիտեք այդ օգոստոսի 1-ին խորհրդարանում, երբ որ Դաշնակցությունների իշխանության ովքեր են հրավիրված եկել, Թուրքիայի ներկայացուցիչները։ Եվ դա նշանակում է, որ Դաշնակցության պատգամավորները շփվել են Թուրքի հետ։ Բայց սա աբսուրդի ժանրից բան ես հիմա ասացի, ուզում եի ուղղակի մատնացույց անել, թե ինչա աբսուրդը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Ռուբինյան, ես ձեզ խոստանում եմ տան ազգային արխիվի հրատարակություններ, որտեղ առաջին իսկ մասին կլսեք, որտեղ ելույթ անենում Ավետիք Սահակյանը, Թուրքիայի դեսպանը դահլիճում նստած, Ավետիք Սահակյանը խոսում է հայ ժողովրդի իրավունքների մասին, խոսում է բռնազավթված տարածքների մասին։ Դրանից 1 տարի անց, դեռ 1 տարի էլ չէ, 1919 թվականի մայիսի 28-ին արդեն Երևանում հայտարարվում է մոտ 75,000 քառակուսի կիլոմետրանոց Միացյալ Հայաստանի մասին։ Այդ թեմաներով ժամերով կարամ բանավիճեմ, պարոն Ռուբինյան։ Մի հատ էլ լավ իմ սարքած դոկումենտալ ֆիլմը կտամ ու ամբողջացնենք։ Բայց նորից դուք շրջանցեցիք մի կարևոր բան։ Տիգրանաշենի հարցը, բայց ձեր շուրթերով նոր արձանագրեցիք, որ 22 թվականին այն համատեղ հայտարարությունը, որ Հայաստանը եւ Թուրքիան երկխոսում են առանց նախապայմանների, ի սկզբանե եղել են նախապայմաններով, իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը հետ Հայաստանի հարաբերությունները ավարտում եմ, Հայաստանի հարաբերությունները շատ ավելի առաջ են գնացել, քան Թուրքիայի հետ։ Ոչ, Ադրբեջանը անկյունակարային նախապայմանն է դնում։ Դա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրն է ու Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մենք առիթ Պարոն Մանուկյան, ավարտեք։ Պարոն Մանուկյան, ես չեմ բանավիճում հետ, ես փաստ եմ արձանագրում, որ երբ որ Դաշնակցությունը իշխանությունն էր, առաջին իսկ խորհրդարանի առաջին իսկ նիստում հրավիրված է եղել Թուրքիայի դեսպանը։ Ես նույնիսկ չեմ մեղադրում ձեզ, նախ որովհետև դուք այն ժամանակ ծնված չէիք եղել։ Երկրորդն էլ հիմա չեմ մեղադրում, բայց ես ուզում եմ զուտ մատնացույց անել, թե ինչքան է մեր քաղաքական դիսկուրսում այս թեմաները ծամծմվում ու մանիպուլացվում։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա գործընթացին, ոչ ես չասացի, որ սկզբից նախապայմաններ են եղել։ Ես ասացի, որ մենք անընդհատ ֆիքսել ենք, որ գործընթացը շարունակում ենք առանց նախապայմանների, բայց ես ասել եմ, որ այո, Թուրքիայից մեր հնչում են հայտարարություններ, որոնք այս պայմանավորվածությանը հակասում են։ Ինչ վերաբերում է անկլավների թեմաներին, հարգելի գործընկերներ, հանրահայտ փաստ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը անկախացել են համապատասխանաբար ՀԽՍՀ տարածքի վրա, Հայաստանը, Ադրբեջանն էլ ԱԽՍՀ տարածքի վրա։ Այդ սահմանները հայտնի են 90-ականներին եւ հետագայում նաեւ ներողություն եւ հետագայում նաեւ 2021-22 թվականներին եղել են գործընթացներ, որի արդյունքում Ադրբեջանին պատկանող տարածքներ մնացել են կամ անցել են Հայաստանի վերահսկողության ներքո եւ հակառակը։ Հիմա կա սահմանազատման հանձնաժողով երկու կողմերից։ Սահմանազատման հանձնաժողովի շրջանակներում պետք է այն ինչ որ պատկանում է Հայաստանին լինի Հայաստանին, այն ինչ որ պատկանում է Ադրբեջանին լինի Ադրբեջանինը, բայց նաև այդ կանոնակարգը թույլ է տալիս իրականացնել օպտիմալացում, եթե կողմերը համաձայնեն դրան կամ ուզեն դա եւ այսպես շարունակ, եւ եթե Հայաստանով հանրակրվեով դա հաստատվի։ Սա է պատասխանը ձեր հարցի։ Շնորհակալություն։
Արձագանք։ Չունի արձագանք Տիկին Գրիգորյան։ Տիկին Ձայնը Գրիգորյան, տրվում է Տիկին Անա Գրիգորյան։